Ողջույն հայեր ջան, այսօր ես այս վիդեոն անում եմ այն պարզ նպատակով, որ ես օգտվում եմ, որ դուք տեսնեք, որ ես օգտվում եմ հայոց պատմաբանների գրած գրքերից, նախ սա, որ ես այժմ ուսումնասիրում եմ, երկու գիրք, մի քանի գիրք են ավելի ճիշտ ասեմ, Արտակ Մովսիսյան և Համլետ Մարտիրոսյան, իրենց գիրքն եմ ուսումնասիրում և ներկայացնում հանրությանը։ Ես այժմ ուսումնասիրում եմ, մերթ ընդ մերթ ուսումնասիրում և Արտակ Մովսիսյան և Համլետ Մարտիրոսյան։ Եվ այժմ ես ցույց եմ տալի Արտակ Մովսիսյանի գիրքը, նախ և առաջ ասեմ ով է Արտակ Մովսիսյանը, նա եղել է այն հայոց պատմաբաններից մեկը, ով համաշխարհային կերպով կարողացել է ապացուցել, փաստացի մեր հայոց պատմության փաստարկները, և ինչ որ ես ներկայացնում եմ հենց Արտակ Մովսիսյանից, դա փաստացի ապացուցված նյութեր են, հենց ամբողջ աշխարհի մասշտաբով, և նրան համաշխարհային առումով ոչ մեկ չի կարողացել կոմպրոմատ գտնել կամ ապացուցել հակառակը, այսինքն Արտակ Մովսիսյանը կարողացել է համաշխարհային կերպով ապացուցել իր գաղափարները, իր տեղեկությունները և այսպիսի մասնագետի արած գործը, ամագը ոչ մի կերպ ջուրը չի կարելի գցել և պետք է մենք պահենք ու պաշտպանենք մեր աչքի լույսի պես, և ցույց եմ տալի այդ գիրքը։ Սա Արտակ Մովսիսյանի «Համառոտ պատմություն հայոց» մասին է, սա էլ հենց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասին է, կարող եք ստոպ տալ և կարդալ հասկանալու համար։ Շնորհակալություն ձեզանից դիտելու համար իմ այս վիդեոն, այս տեսահոլովակը, և ավելի հետաքրքիր պատմություններ կներկայացնեմ հայոց աշխարհի կամ հայոց ազգի մասին հետագա իմ վիդեոների մեջ։ Սա ուղղակի ես ցանկացա ցույց տալ, որ ես հենց տեղը չեմ խոսում ու անհիմն բաներ ես չեմ ասում։